Իրավապահները խոշոր գործողություններ են իրականացրել Լոս Անջելեսի Մաքքարթեր պարկում։ Այգին մաքրվել է թմրավաճառների բացօթյա վաճառքի կետերից։ Աշխատանքները տարվել են այգու ամբողջ տարածքում։ Նպատակն այն է, որ այգին կրկին դառնա ընտանիքների համար անվտանգ վայր։ Ձերբակալվել է առնվազն 13 մարդ, նրանք կասկածվում են ֆենտանիլի վաճառքի մեջ։ Մի քանի անձի նկատմամբ կազմվել են արձանագրություններ։ Պաշտոնյաները շեշտել են, որ այս գործողությունը կապ չունի ներգաղթի հետ։ Պայքարը վարվում է բացառապես թմրանյութերի դեմ։ Օպերատիվ տվյալներ են եղել նաև պարկի տարածքում հանցավոր խմբավորումների գործունեության վերաբերյալ։ ԱՄՆ դատախազության ներկայացուցիչը խոստացել է, որ գործողությունները շարունակական են լինելու։ Մեր նպատակը բացօթյա թմրանյութերի շուկան վերացնելն է, նշել է նա։ Հավելել է, որ նմանատիպ քայլերը կլինեն նաև այլ թաղամասերում, որտեղ նույնպես թմրավաճառների ակտիվ օջախներ կան։ Այժմ այն մասին, թե ինչ ենք պատմելու վայրկյաններ անց։ Փասադենան ինչպես մարտադաշտ, ինչու են մի ամբողջ գիշեր քաղաքում կրակոցներ հնչել։ Թրամփի դեմ ապստամբություն է հասունանում կոնգրեսում, արդյոք սենատը կկարողանա դիմադրել։ Թունավոր ռումբը շարունակում է մնալ Լոս Անջելեսի հարևանությամբ, ինչու չի դատարկվում Գարդեն Գրովի մահացու ցիստեռնը։ Միս ուտող ճանճերը Ամերիկա են վերադարձել։ Եվ Կալիֆոռնիան դառնում է ավելի ապահով, ինչ են հուշում թվերը, իսկ թողարկման երկրորդ մասում սպասեք հերթական նահանգի մասին հետաքրքիր մանրամասներին։ Բարև ձեզ, ես Լենա Կարապետյանն եմ, դուք միացել եք Glendale News-ին, եթե ուզում եք աջակցել մեզ, բաժանորդագրվեք մեր ալիքին եւ իհարկե անպայման լայքեք տեսանյութը, իսկ հիմա անցնենք օրվա թեմաներին։ Մի ամբողջ գիշեր Փասադենա քաղաքը մարտադաշտ էր հիշեցնում գրակոծներով, ուղղաթիռներով եւ զինվորականների ակտիվ տեղաշարժով։ Հունիսի 3-ի ուշ երեկոյան եւ հունիսի 4-ի վաղ առավոտյան ԱՄՆ զինված ուժերը լայնածավալ ուսումնական վարժանք են անցկացրել նախկին Սենթ Լուքս բժշկական կենտրոնի տարածքում։ Վարժանքների ընթացքում օգտագործվել են ուղղաթիռներ, վերահսկվող պայթյուններ եւ հրաձգության իմիտացիա, ինչը տագնապ է առաջացրել մոտակա թաղամասերում։ Փասադենայի ոստիկանությունը սպասվող իրադարձության մասին նախապես տեղեկացրել էր բնակիչներին։ Պաշտոնական հաղորդագրության համաձայն վարժանքները պետք է ավարտվեին կեսգիշերին մոտ, սակայն տեղական լրատվամիջոցների եւ բնակիչների վկայությունների համաձայն ռազմական ակտիվությունը շարունակվել է ավելի երկար, մինչև առավոտյան ժամը 2-ի սահմանները։ Քաղաքային իշխանությունները հայտարարել են, որ վարժանքը սովորական ռազմական ուսումնական գործողություն էր, որը նախատեսված էր քաղաքային միջավայրում գործողությունների սցենարների մշակման համար։ Միջոցառումը փակ էր հանրության եւ լրատվամիջոցների համար, իսկ Փասադենայի ոստիկանությունը պատասխանատու էր միայն տարածքի անվտանգության եւ երթևեկության վերահսկման համար։ 18 հանրապետական պատգամավորներ միացան դեմոկրատներին եւ դեմ գնացին Թրամփի արտաքին քաղաքականությանը։ Նրանք քվեարկեցին Ուկրաինային օգնություն տրամադրելու օգտին։ Օրինագիծը շրջանցեց հանրապետական ղեկավարության կողմից դրված արգելքը։ Ըստ այդմ Ուկրաինային կտրամադրվի $8 միլիարդ վարկ։ Գումարը կհատկացվի արտաքին ռազմական ֆինանսավորման ծրագրի շրջանակում։ Լրացուցիչ $1 միլիարդ կուղղվի Ուկրաինային եւ Բալթյան երկրների անվտանգությանը։ Պետքարտուղար Ռուբիոն հաստատել է այս տեղեկությունը։ Ներկայացուցիչների պալատի նման դիրքորոշումը բացահայտ հակասում է նախագահի մոտեցմանը։ Թրամփը խոստացել էր վերջ տալ պատերազմին 24 ժամում, սակայն բանակցությունները մնում են փակուղում։ Այս շաբաթ ներկայացուցիչների պալատը քննարկեց նաև Իրանի հարցը։ Արդեն ընդունվել է Իրանի դեմ պատերազմը դատապարտող բանաձև։ Այն պահանջում է դուրս բերել զորքերը Իրանից։ Օրինագիծը կուղարկվի Սենատ, այնտեղ օրենքի ընդունումը շատ ավելի բարդ կլինի։ Հանրապետականները Սենատում ավելի կոշտ դիրքորոշում ունեն։ Իսկ Սենատը քննարկում է սահմանային անվտանգության ֆինանսավորման $70 միլիարդ օրինագիծը։ Փաստաթուղթը կվերաբերվի այսին ու սահմանային բարեկությանը։ Ուշադրության կենտրոնում նաև $1.8 միլիարդ ֆոնդն է։ Պետության գործողություններից տուժածներին փոխհատուցելու համար շատերը մտավախություն ունեն, որ գումարները կուղղվեն հունվարի 6-ի անկարգությունների մասնակիցներին։ Դեմոկրատները նպատակ ունեն դա արգելող օրենք ընդունել։
Որոշ հանրապետականներ հակադրվում են Թրամփի նախագծին։ 3 սենատորներ միացել են դեմոկրատներին եւ քվեարկել ֆոնդի արգելքի օգտին։ Նրանք անհանգստացած են քաղաքական հետևանքներով, իրավիճակը մնում է անորոշ։ Թրամփը հայտարարել է, որ ինքը կարևորում է այդ ֆոնդը, իսկ գլխավոր դատախազի պաշտոնակատարը պնդում է, թե այն չի գործի։ Սենատորները քվեարկել են նաեւ Թրամփի պարասրահի ֆինանսավորման հարցով։ Այդ ուղումը նույնպես ձախողվել է անհրաժեշտ ձայների բացակայության պատճառով։ Դեմոկրատները խոստանում են շարունակել իրենց ճնշումը։ Նրանք պատրաստվում են նաև հարկային ծառայության ստուգումների մասին հարց բարձրացնել։ Շատ վերլուծաբաններ կանխատեսում են, որ Թրամփը առաջիկայում օրենսդիրների հետ լուրջ խնդիրներ է ունենալու։ Լոս Անջելեսի հարևանությամբ Գարդեն Գրովում դեռ պահպանվում է զանգվածային թունավորման վտանգը։ Թունավոր քիմիկատների հեռացումը կրկին ձգձգվում է հատուկ մեքենաների ուշացման պատճառով։ Իշխանությունները նախատեսում էին մաքրման աշխատանքներն անցկացնել հինգշաբթի կամ ուրբաթ։ Տեղի բնակիչներին անգամ զգուշացրել էին հնարավոր հոտերի մասին, սակայն ծրագիրը ամենայն հավանականությամբ կհետաձգվի։ Հիշեցնեմ, որ օրեր առաջ այս գործարանում արձանագրված վթարային վիճակի պատճառով մոտ 50,000 մարդ էր տարհանվել։ Նրանց ծախսերը փոխհատուցելու համար ընկերությունը խոստացել է $4 միլիոն աջակցություն, սակայն դա բնակիչներին չի բավարարում։ Քաղաքային խորհուրդը նույնպես դժգոհ է փոխհատուցման չափից եւ այդ մասին պաշտոնապես տեղեկացրել է գործարանը շահագործող ընկերությանը։ Վերջնական որոշումը դեռ հայտնի չէ։ 60 տարվա դադարից հետո սարսափելի մակաբույծը վերադարձել է ԱՄՆ, Թեքսասի Լա Պրայոր քաղաքում հայտնաբերվել է մի սուտող ճանճի թրթուր։ Լուրը հաստատվել է պաշտոնապես։ Սա 1966 թվականից ի վեր առաջին դեպքն է Ամերիկայում։ Ճանճի թրթուրները սնվում են տաքարյուն կենդանիների կենդանի հյուսվածքներով, մսով։ Մարդկանց վարակվելու վտանգը շատ փոքր է, սակայն անասնապահության համար սա լուրջ սպառնալիք է։ Գյուղատնտեսության ոլորտի պատասխանատուները Թրամփից պահանջում են անձամբ վերահսկել նոր վտանգի դեմ պայքարի ծրագիրը։ Նրանք հորդորում են կիրառել բոլոր հասանելի դաշնային ռեսուրսները։ Գյուղատնտեսության նախարարությունը արդեն գործարկել է պայքարի ծրագիր։ Կառավարությունը սահմանել է 12 մղոնանոց կարանտինային գոտի։ Այնտեղ սահմանափակված է կենդանիների տեղաշարժը։ Պաշտոնյաները վստահեցնում են, որ վտանգը վերահսկվում է։ ԱՄՆ-ում տավարի գլխաքանակը հասել է 75 տարվա նվազագույնին։ Մսի գինը նախադեպ աճել է։ Եթե կենդանիների վարակման զանգվածային դեպքեր լինեն, վերլուծաբանները անկանխատեսելի են համարում անասնագլխաքանակի նոր ու զգալի անկումը եւ մսի թանկացման նոր ալիքը։ Դաշնային իշխանությունները Օհայոյում 9 անձի առաջադրել են $42 միլիոն մեղադրանք խարդախության համար։ Առգրավվել են շքեղ ավտոմեքենաներ, քննվում են Մեդիքեյդի եւ COVID-19-ի օգնության ծրագրերի գործերը։ Խարդախները յուրացրել են երեխաների համար նախատեսված պետական միջոցներ։ Քննիչները բացահայտել են կեղծ բժշկական ծառայությունների մասին պահանջագրեր։ Առանձին գործով բացահայտվել է միջազգային սիրային խարդախության սխեմա։ Հանցագործները կորզել են մոտ $15 միլիոն, տուժել է ավելի քան 130 ամերիկացի, հիմնականում տարեցներ։ Խումբը օգտագործել է արհեստական բանականություն եւ կեղծ տեսանյութեր։ 3 կասկածյալ արդեն գտնվում է կալանքի տակ։ Եվս 2 անձ սպասում են արտահանձնման գործընթացին։ FBI տնօրենն է հայտնել եւս 8 անձի մասին, ովքեր կապ ունեն $1 միլիարդ վնասի հետ։ Փաթելի խոսքով վերջին 1 տարվա ընթացքում միջազգային խարդախության կենտրոնների դեմ իրականացված գործողությունների արդյունքում բացահայտվել է ավելի քան $8 միլիարդ խարդախություն։ Իրավապահները խարդախությունների վերաբերյալ տեղեկություններ են ստանում ԱՄՆ այլ նահանգներից եւս։ Այդ նահանգներում նույնպես սպասվում է պայքարի խստացում։ CIA սպայի տանը հայտնաբերված ոսկու ձուլակտորների գործի շուրջ նոր սկանդալներ են հասունանում եւ նոր անուններ են հնչում։ Վարչության մի քանի պաշտոնյաներ հեռացվել են աշխատանքից, նրանք պատասխանատու են այդ սպայի գործունեության վերահսկման համար։ Կառույցը հրաժարվել է մեկնաբանել այս խայտառակ դեպքը, օրենսդիրները եւս զարմացած են գործակալության թույլ վերահսկողությունից, նրանք հարցեր ունեն անվտանգության համակարգի վերաբերյալ։
Հիշեցնեմ, որ CIA-ի սպայի տանը հայտնաբերվել էր 40 միլիոն դոլարի ոսկի, ավելի քան 300 ձուլակտոր։ FBI-ը գտել էր նաև կանխիկ գումար եւ 30 թանկարժեք ժամացույցներ։ Ռաշը մեղադրվում է նաև իր կրթության մասին սուտ տեղեկություններ տալու մեջ։ Նա շուտով կկանգնի դատարանի առջև։ Սպան 17 տարի աշխատել է համակարգում, նա վերջին շրջանում համակարգել է միջուկային սուզանավերի ծրագիրը։ Ոմանք պնդում են, որ կասկածյալ հանդիսացող սպան եւ հրամկազմը սերտ կապեր են ունեցել։ Պենտագոնի խոսնակը հերքել է դա, CIA-ը ներքին հետաքննություն է սկսել, գործը փոխանցվել է FBI-ին։ Թրամփի նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը պատրաստվում է ընդունել իր մեղքը, նա գաղտնի տեղեկություններ էր պահել էլեկտրոնային օրագրում։ Հունիսի 26-ին կկայանա նրա նոր դատալսումը։ Դատավորը պատիժ կնշանակի 90 օրվա ընթացքում, Բոլթոնին սպառնում է մինչև 60 ամիս բանտարկություն, նա կվճարի նաև 2.25 միլիոն դոլար տուգանք։ Մեղադրանքը չի նշում գաղտնի փաստաթղթերի արտահոսքի մասին, չկա պնդում, որ նա տարել է փաստաթղթեր, ասել է աղբյուրը։ Նա չի տարածել դրանք օտարերկրյա հակառակորդներին։ Պաշտոնաթողությունից հետո Բոլթոնի հարաբերությունները Թրամփի հետ լարված էին, նա Թրամփի մասին քննադատական հուշեր էր գրում։ Նախագահն էլ նրան անվանել էր թույլ ու անգրագետ, իսկ ավելի ուշ Թրամփը չեղարկել էր Բոլթոնի անվտանգության ապահովումը պետական կառույցի կողմից։ Չինական հետախուզությունը աշխատանքային կայքերում որսում է արևմտյան մասնագետների, վտանգի մասին զգուշացնում է 5 աչք կոչվող դաշինքը։ Թիրախում են ԱՄՆ-ն, Կանադան, Մեծ Բրիտանիան եւ Ավստրալիան։ Չինացի գործակալները ձևանում են կադրեր հավաքագրող մասնագետներ, ընտրում են հատկապես պաշտպանական ոլորտի եւ քաղաքական վերլուծաբանների։ Նրանք փորձում են գաղտնի տեղեկություններ կորզել թեկնածուներից։ Գործակալները ուսումնասիրում են հավակնորդների ինքնակենսագրականները, հարցազրույցներն անցկացվում են առցանց, այնուհետև նրանք պահանջում են գրել գաղտնի զեկույցներ։ Թեմաները վերաբերում են առևտրին, պաշտպանությանը եւ արտաքին քաղաքականությանը։ Զեկույցների դիմաց վճարում են հազարավոր դոլարներ։ Վճարումները կատարվում են PayPal կամ կրիպտոարժույթի միջոցով։ Հատուկ ռիսկի տակ են գաղտնի տեղեկություններին հասանելիություն ունեցողները, թիրախում են նաեւ լրագրողները եւ վերլուծական կենտրոնների աշխատողները։ Չինաստանը արդեն հերքել է այդ լուրերը, այնուամենայնիվ հետախուզական դաշինքը պնդում է իր վարկածը եւ պետական ծառայողներին կոչ է անում զգուշանալ նման առաջարկներից։ Այժմ եկեք տեսնենք, թե ինչ հետաքրքիր նորություններ են հրապարակված մեր սոցցանցերում։ 2023 թվականի հոկտեմբերից ի վեր Կալիֆոռնիայում իրավապահները ձերբակալել են 32,000 մարդու, վերադարձվել է մոտ 260 միլիոն դոլարի գողացված ապրանք։ Նահանգապետ Նյուսոմն է ներկայացրել տպավորիչ տվյալներ։ Սան Խոսեում անցկացվել է 29 հատուկ գործողություն, հանցավորության դեմ պայքարը շարունակվում է ամբողջ նահանգում։ FBI-ի նախնական տվյալները հուսադրող են։ 2025 թվականին հանցագործությունների թիվը նվազել է գրեթե 10%-ով, սեփականության դեմ ուղղված հանցանքները նվազել են 14%-ով։ Սպանությունների թիվը նվազել է ավելի քան 16%-ով։ 2024 թվականին գրանցվել է գողությունների ամենացածր մակարդակը 1969 թվականից ի վեր։ Մեքենայի ստուգումը ավարտվել է թմրավաճառության նոր ցանցի բացահայտմամբ։ Սպան ստանդարտ ստուգման համար կանգնեցրել է զույգի մեքենան եւ այնտեղ գտել 2 կիլոգրամ կետամին ու կանխիկ գումար։ Ոստիկանները երկուսին էլ ձերբակալել են։ Պարզվել է, որ զույգը զբաղված է եղել թմրանյութերի արտադրությամբ ու առաքմամբ։ Հետաքննության շրջանակում խուզարկվել է զույգի տունը։ Այն գտնվել է Սան Կլեմենտե քաղաքում։ Արգրավվել է հսկայական քանակությամբ ապօրինի ապրանք, դեղեր, թմրանյութեր, կանխիկ գումար, ոսկի եւ արծաթ։ Թմրանյութերի ընդհանուր արժեքը գնահատվել է 2.1 միլիոն դոլար։ Զույգը թմրանյութեր է առաքել Օրինջ, Վենտուրա եւ Լոս Անջելես շրջաններ։ Մեղադրյալները գտնվում են Վենտուրա քաունթիի բանտում։ Համացանցում ռոբոտների թրաֆիկը գերազանցեց մարդկանց, սա պատմության մեջ առաջին դեպքն է։ Cloudflare ընկերության տվյալներով գլոբալ ինտերնետում հարցումների 57.4%-ը բոտերն են կատարում, մարդիկ ընդամենը 42.6%-ը։ Նախկինում այս փոփոխությունը կանխատեսվում էր 2027 թվականին, աճը պայմանավորված է AI գործակալների տարածմամբ։ Այս ծրագիրը ինքնավար է եւ աշխատում է առանց մարդու օգնության։ Բոտերն ուսումնասիրում են հազարավոր կայքեր վայրկյանների ընթացքում, մարդիկ սովորաբար դիտում են միայն մի քանի կայք։ Մասնագետները կարծում են, որ այս միտումը կփոխի համացանցը։ Լավատեսները համոզված են, որ տեխնոլոգիական այս հեղափոխությունը նոր հնարավորություններ է բացում բոլորի համար։ Նրանց կարծիքով, թեև ռոբոտները շատ են, բայց մարդու դերը դեռ մնում է անփոխարինելի։
Ես ձեզ հրաժեշտ եմ տալիս, իսկ Մանու Հարությունյանը այսօր Օհայոյի մասին է պատմելու, այնպես որ մնացեք մեզ հետ։ Բարև ձեզ։ Օհայոն հաճախ մնում է ավելի հայտնի նահանգներից թվերում, սակայն իրականում այն ԱՄՆ-ի ամենաբազմազան զբոսաշրջային ուղղություններից է։ Այստեղ կարելի է գտնել ազգային պարկեր, աշխարհահռչակ զվարճանքի համալիրներ, ավիացիայի պատմության կենտրոններ եւ մշակութային խորհրդանիշներ։ 2025 թվականին միլիոնավոր զբոսաշրջիկներ ընտրել են հենց այս նահանգը հանգստի, արկածների եւ նոր բացահայտումների համար։ Այսօր միասին կբացահայտենք, թե հատկապես ինչն է դեպի Օհայո գրավում զբոսաշրջիկներին։ Օհայոյի գլխավոր զբոսաշրջային աստղերից մեկը Քայահոգա Վոլի ազգային պարկն է, որը գտնվում է Քլիվլենդի եւ Ակրոնի միջև։ Վերջին շրջանում այն տարեկան ընդունում է մոտ 2.8-ից 3 միլիոն այցելու։ Ջրվեժները, անտառապատ կիրճերը, պատմական երկաթուղին եւ հարյուրավոր կիլոմետրերի արահետները այն դարձրել են ԱՄՆ-ի ամենաշատ այցելվող ազգային պարկերից մեկը։ Եթե Օհայոյում կա մի վայր, որի անունը լսել են նույնիսկ նրանք, ովքեր երբեք չեն եղել նահանգում, ապա դա Cedar Point-ն է։ Սանդուսկի քաղաքում գտնվող այս զվարճանքի համալիրը հաճախ անվանում են ամերիկյան գլորվող գնացքների մայրաքաղաք։ 2025 թվականին այստեղ այցելուների թիվը կրկին մոտեցել է պատմական ռեկորդին, գերազանցելով 3 միլիոնը։ Cedar Point-ը հայտնի ավելի քան 1 տասնյակ խոշոր ռոլեր քոստերներով, որոնցից մի քանիսը համարվում են աշխարհի ամենաարագներից եւ ամենաբարձրերից։ Համալիրը գտնվում է Էրի լճի ափին, ուստի այցելուները միաժամանակ վայելում են թե էքստրեմալ ատրակցիոնները, թե լողափնյա հանգիստը։ Ամառային շրջանում այստեղ իսկական զբոսաշրջային եռուզեռ է տիրում։ Օհայոյի ամենահայտնի ընտանեկան ուղղություններից է Կոլումբոսի կենդանաբանական այգին եւ ակվարիումը։ Այն վաղուց համարվում է ամբողջ Ամերիկայի լավագույն կենդանաբանական այգիներից մեկը։ Կազմակերպության պաշտոնական տվյալներով այստեղ տարեկան այցելում է ավելի քան 2.2 միլիոն մարդ։ Այս ցուցանիշներով այս նահանգի ամենաշատ այցելվող վայրերից մեկն է։ Ավելի քան 10,000 կենդանի, շուրջ 600 տեսակ եւ հսկայական թեմատիկ գոտիներ Աֆրիկայից մինչեւ Արկտիկա։ Այգին հայտնի է ոչ միայն կենդանիների ցուցադրությամբ, այլ նաեւ բնապահպանական ծրագրերով։ Կողքին գտնվող Զումբեզի Բեյ ջրաշխարհը եւ Սաֆարի գոլֆ քլաբը թույլ են տալիս ամբողջ օրը վերածել ընտանեկան մեծ արկածի։ Դեյթոնը հաճախ անվանում են ամերիկյան ավիացիայի օրան։ Այստեղ է գտնվում ԱՄՆ ռազմաօդային ուժերի ազգային թանգարանը, աշխարհի ամենամեծ ռազմական ավիացիոն թանգարանը։ Տարբեր աղբյուրների տվյալներով այն տարեկան ընդունում է մոտ 1 միլիոն այցելու եւ հանդիսանում է Օհայոյի գլխավոր մշակութային կենտրոններից մեկը։ Թանգարանի սրահներում ցուցադրվում են ավելի քան 350 ինքնաթիռներ եւ հրթիռներ։ Այստեղ կարելի է տեսնել նախագահական Air Force One-երի պատմական տարբերակները, երկրորդ համաշխարհային պատերազմի ռմբակոծիչներ եւ ժամանակակից ռազմական տեխնիկա։ Մուտքն անվճար է, ինչը թանգարանը դարձնում է գրավիչ, հատկապես ընտանիքների համար։ Քլիվլենդը վաղուց միայն արդյունաբերական քաղաք չէ, այն դարձել է երաժշտասերների եւ մշակութային զբոսաշրջիկների կարևոր կենտրոն շնորհիվ Rock and Roll Hall of Fame-ի։ Թանգարանը 1995 թվականից ի վեր դարձել է քաղաքի գլխավոր խորհրդանիշներից մեկը եւ շարունակում է ամեն տարի 100,000-ավոր այցելուների գրավել։ Այստեղ պահվում են ռոքի պատմության հազարավոր եզակի նմուշներ, լեգենդար երաժիշտների կիթառներ, բեմական զգեստներ եւ ձեռագրեր։ Քլիվլենդ այցելողները սովորաբար համատեղում են թանգարան այցը Էրի լճի ափի զբոսանքների, մարզական հանդիպումների եւ քաղաքի հայտնի ռեստորանների հետ։ Օհայոյի ամենագեղեցիկ բնական անկյուններից մեկը Հոքին Հիլ State Park-ն է։ Հարավարևելյան Օհայոյում գտնվող այս պարկը վերջին տարիներին դարձել է սոցիալական ցանցերի իսկական աստղ։ Տարեկան այստեղ այցելում է շուրջ 4 միլիոն մարդ, ինչը այն դարձնում է նահանգի ամենահայտնի բնական զբոսաշրջային ուղղություններից մեկը։ Հսկայական ժայռային կամարներ, քարանձավներ, կիրճեր եւ ջրվեժներ։ Հոքին Հիլսը հաճախ անվանում են Օհայոյի ամենաֆոտոգենիկ վայրը։ Old Man's Cave-ը, Ash Cave-ը եւ Cedar Falls-ը զբոսաշրջիկների գլխավոր կանգառներն են։ Եթե ցանկանում եք տեսնել Օհայոյի ամենատպավորիչ բնապատկերները, ապա ճանապարհը հաստատ այստեղ է տանում։ Սրանք Օհայոյի գրավիչ վայրերի միայն փոքր մասն էին։ Այցելեք, բացահայտեք, իսկ եթե եղել եք այս նահանգում, մեկնաբանություններում կիսվեք ձեր տպավորություններով եւ խորհուրդներով, դրանք հաստատ օգտակար կլինեն ձեզնից հետո այս նահանգն այցելողների համար։
Դե ինչ, ավարտին մոտեցավ ոչ միայն մեր հերթական հաղորդումը, այլև հերթական աշխատանքային շաբաթը։ Ձեզ ուրախ հանգստյան օրեր։ Իսկ մենք կշարունակենք հետևել անցուդարձին, որ հանգստյան օրերից հետո ձեզ ներկայացնենք ամենահետաքրքիրն ու ամենակարևորը։ Կհանդիպենք երկուշաբթի օրը, ինչպես միշտ ժամը 5-ին։ Հաջողություն։